Կրակոցներ ու սպանություն Երևանում, Զովունիում, դանակահարությամբ սպանություն Սևանում։ Սա անցած մեկ շաբաթվա ոստիկանական քրոնիկան է։ Ինչու են վեճերը հանգուցալուծվում բռնությամբ ու զենքով, ինչու է ուժի գործադրումը դարձել խնդիրներ լուծելու առաջին տարբերակը։ Ժամանակին իրար նկատված հարգան կար, մարդկություն կար, հիմա չկա։ Դարն է փոխվել։ Մենք ինչ մեղք ունենք, թե դարը։ Շատ է փոխվել մարդկությունը հիմա, շատ։ Պատերազմն էլ լի կապ ունի։ Պատերազմը չեր ավտոմատը շտղիցինի, պիստոլետներ շտղիցինի, լրիվ կրվից մնացած է։ Աջափնյակի փողոցները բարեկարգող Լևոն Ավագիմյանի աշխատանքից ընդամենը 200 մետր հեռու օրը ցերեկով շենքերի բակում էին հնչել մահացու կրակոցները, 45-ամյա տղամարդ էր սպանվել։ Մեկը համբերում է, մեկը չի համբերում։ Կրվի ընթացնել կա, ներվերը մարդուց ուրիշ է։ Հələ եթե կրվի անցկացածա вообще դժվար է։ Ներքին գործերի փոխնախարարը հանրայինի եթերում պարզաբանում էր 2025 թվականին 50 սպանություն է եղել, բոլորն էլ բացահայտված է։ Ըստ պաշտոնյայի սպանությունները կազմում են ընդհանուր հանցավորության 0.1%-ը եւ այդ վիճակագրությունը որպես այդպիսին շեղում չի ունեցել։ Առհասարակ հրազենի գործադրման հանցագործությունները ընդհանուրի շատ քիչ 0.3%-ն են կազմում։ Արմեն Մկրտչյանը հավաստիացնում էր, թե ակտիվ աշխատում են ապօրինի զենքերը չեզոքացնելու ուղղությամբ։ Հատկապես 2020 թվականից հետո իրավապահ մարմինը կենտրոնացել է ապօրինի զենքերի հայտնաբերման աշխատանքների վրա եւ ինտենսիվ գործողություններ է կատարել բավականին ակտիվ, ինչի արդյունքում ես արդեն նկարագրեցի, որ մենք ունեցել ենք մեծ թվականակով դուրսբերում ապօրինի շրջանառություն։ Միջդեռ վիճակագրական կոմիտեի տվյալները փաստում են, որ հրազենով հանցագործությունները տարեստարի աճել են։ Օրինակ 2025 թվականին նման 152 դեպք է գրանցվել, 2024-ին 109, 2023-ին 94 դեպք։ Վտանգավորության հասնող վիճակագրական պատկեր չունենք, մենք չունենք այնպիսի իրավիճակ, որ կարելի է բնութագրել որպես վտանգավոր։ Մինչ փոխնախարարը հավաստիացնում է, թե անհանգստանալու կարիք չկա, նախկին փոխոստիկանապետը հակադարձում է։ Այդ զենքը սովորական մարդկանց ձեռքում այդքան վտանգ չի ներկայացնում, ինչքան կազմակերպված հանցավորության ներկայացուցիչների։ Եթե ձեզ թվում է, թե փոքրիկ Հայաստանում, այսպես բնակչության սահմանափակ թվով, այսպես հանցավորության վերահսկելի ցուցանիշներով կազմակերպված հանցագործություն չկա կամ նման խմբեր չկան, չարաճ սխալվում եք։ Հովհաննես Քոչարյանը պաշտոնական վիճակագրությունները էական չի համարում։ Եթե անգամ թվերը կարող են նվազել, դա ցուցանիշ չէ, որ խնդիրը վերահսկվում է կամ լուծման ճանապարհին է ընդգծում է նա։ Այսինքն այս թվերով չես կարող մարդկանց հանգստացնել, դա ընդհանրապես կոլեգիայի զեկուցումներից մնացած թվեր են, վարչական ավանդույթի ուժով մշտապես վարվող, մշտապես ասվող եւ մի օր այս շրջապատությունից պետք է դուրս գան։ Որքան էլ հանցավորությունը ունի օրինաչափություններ, նրան բնորոշ է նաեւ անկախատեսելությունը ու տարերայնությունը։ Հիմա եթե թիվը նախորդ տարվա համեմատ նվազել է, դա չի նշանակում, որ այդ հանցատեսակի դեմ արդյունավետ պայքար է տարվել։ Հաջորդ մյուս տարի կարող է թիվը աճի, լինի փոփոխական։ Նախկին փոխոստիկանապետի կարծիքով անհրաժեշտ է ձևավորել ներքին գործերի նախարարությունից անջատ մի կառույց, որն էլ կկատարի քրեաբանական հետազոտություններ, կգնահատի հանցավորության իրական պատճառները, կներկայացնի իրական պատկերն ու կմշակի դրա դեմ պայքարի իրական գործիքները։ Միայն սպառիչ տեղեկատվությամբ հնարավոր կլինի արդյունավետ կանխարգելում անել, ընդգծում է Քոչարյանը։ Այս հարցի պատասխանից հետո նոր ոստիկանությունն ու մնացած իրավապահ մարմինները կունենան տեսադաշտ աշխատանքի։ Ոչ թե պետք է ամբողջ հանցավորության հետևից ընկնես, դու այդքան ռեսուրս Միացյալ Նահանգները չունի, այլ ընդհանրապես հանցավորության որոշակի տեսակներ փորձես կոնտրոլի տակ պահես, որոնք դետերմինատորի դեր են կատարում։ Ներքին գործերի նախարարությունից հակադարձում են, նման կառույց արդեն ունեն։ Օրերս հայտարարվեց հանցավորության վիճակագրության եւ հետազոտական կենտրոնի ձևավորման մասին, որն էլ ըստ հաղորդագրության կնպաստի հանցավորության ճշգրիտ պատկերի, դրա հնարավոր միտումների բացահայտմանը եւ կանխարգելիչ միջոցառումների իրականացմանը։ Նախկին փոխոստիկանապետը սակայն դա բավարար չի համարում, պնդում է՝ խորքային գիտական հետազոտություններ են հարկավոր։